Vայոց ձորի սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ։ Նախ անչափ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ Մենք այսօր գտնվում ենք Հայաստանի այն մարզերից մեկում, որը ունի լրջագույն անվտանգային խնդիրներ։ Ստեղ գալուց առաջ ես հիշեցի 21 թվականին, գրեթե այս օրերին այս նույն դահլիճում մենք ինչի մասին ենք խոսել։ Ես հատուկ ուզում եմ անդրադառնալ այդ խոսակցությանը, որովհետև դա շատ կարևոր է մեր հետագա ընթացքի համար։ Ինչ ենք ասել ձեզ 5 տարի առաջ, սիրելի հայրենակիցներ, այս սրահում։ Ասել ենք այն անձը, ով երկրին բերել է մահ պատերազմ, ով գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, ինքը եթե վերարտադրվի, Վայոց ձորը եւ Հայաստանի բոլոր սահմանամերձ մարզերը ունենալու են լրջագույն խնդրեմ։ Շատերը մեզ չհավատացին, շատերը չվստահեցին, շատերը հավատացին այս խեղկատակներին եւ նույն Վայոց ձորի մարզը շուրջ 60% քվե տվեց քաղաքացիական պայմանագրին։ Արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Արդյունքում Արցախը հայաթափվեց, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են ջերմուկի մատույցներում։ Ժորժ ջան, եթե այս իշխանությունը մնաց, այն ճանապարհով, որով մենք քիչ առաջ եկանք վայք, 1-2 տարի հետո այդ ճանապարհով չեն կարողանալու գալ։ Սա չափազանցություն չի։ Եթե ձեզ 5-6 տարի առաջ մեկը ասեր Արցախը հայաթափվելու է, թուրքը հասնելու է ջերմուկ, առնվազն ասելու եք սա խելագար է, այս ինչ է ասում։ Բայց սա այսօր դժբախտ իրականություն է։ Այսօր ձեզ եկել ենք ասում ենք, եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է։ Ու սա չափազանցություն չի։ Իմիջիայլոց, եթե այդ թափառախումբը, սատանաների ոհմակը առաջիկա օրերին ստեղ հայտնվի, խնդրում ենք, այն որ հիստերիկ սենց ելույթներ է ունենում եւ այլ, մի հատ սենց ուսին խփեք, ասեք հանգստացի տղա ջան, ու պատասխանի մի հատ պարզ հարցի։ Ասա, որ դու Տիգրանաշենը չես պատրաստվում հանձնել։ Ու շատ իրեղեք չֆռսնի, կռուտի չլնի, Արծվաշեն, հանրաքվե, սահմանագծում, սահմանազատում, օքեյ, ասա այս ամեն ինչի արդյունքում չես պատրաստվում Տիգրանաշենը հանձնել։ Չի կարա ասի։ Ու թող ասի, եթե ես Տիգրանաշենը ընտրվեմ ու փորձեմ հանձնել, ուղիղ եթերում ինքնասպան եմ լինելու։ Այդտեղ էլ է կռուտի տնելու, որովհետև ասելու է ես պատասխանատու եմ, բայց մեղավոր եմ, ասելու է ժողովուրդն է մեղավոր, որովհետև ես ասեցի գնում եմ հանձնեմ ու ժողովուրդը ինձ քվեարկեց։ Ժորժ ջան, չափազանցություն այս ասացի մեջ չկա։ Սա իրականություն է դառնալու, եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի։ Սրանց գործունեության արդյունքում իմիջիայլոց Վայոց ձորի անվտանգային խնդիրը դա մենակ Վայոց ձորի խնդիրը չի, դա ողջ Հայաստանի խնդիրն է։ Այս ճանապարհով կտրելու են Վայոց ձորը եւ Սյունիքը Հայաստանից, Երևանից։ Հիմա այս օրերին տեսնում եք, այս թափառախումբը ընկած տարբեր հայտարարություններ է անում։ Մի քանի օր առաջ տեսա կրկին մի հատ հայտարարություն էր արա հետևյալ բովանդակությամբ, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 1510 քառակուսի մետր տարածք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության իրավունքներ այդ տարածքի նկատմամբ։ Առաջի տպավորությամբ մտածեցի, որ ջերմուկում օկուպացված հողերը վերադարձվել են։ Այն որ գեշտաբի պետը ասում էր սոված կմնան Ադրբեջանի զորքերը դուրս կգան, առաջի տպավորությամբ մտածեցի սոված են մնացել, սովամահ են եղել, ոչնչացվել են ու դրա արդյունքում այդ հողերը վերադարձվել են Հայաստանին։ Բայց պարզվեց ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեկից այս տարածքում 1500 մետր հողակտորի վարձակալության պայմանագիր է խզել ու վերականգնել Հայաստանի Հանրապետությանը ու դա ժողովրդին ծախում է մեծ նվեր, վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը տարածքներ։ Այսինքն 210 կիլոմետր քառակուսի տարածք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հանձնելը դա
մոռացության է տալի, բայց ինչ որ քաղաքացուց ինչ որ մի փոքր հող է խլել, դա ձեր վրա ծախում է իբրև մեծ լավություն։ Ժողովուրդ ջան, անվտանգային խնդիրները լուրջ սպառնալիք են մեր պետականության համար ու հատկապես Վայոց ձորի մարզում նաև վերջի դեպքերը իրադարձությունները նկատելով պետք է այս հաշվի առնեն առաջիկա իրենց քվեարկության ժամանակ։ Բայց սրանից բացի ես կուզեմ նաև մի քանի մեր ծրագրային առաջնահերթություններից խոսեմ մարզի զարգացման տեսանկյունից։ Նախ առաջինը Վայոց ձորի մարզը գյուղատնտեսական մարզ է, ունի գյուղատնտեսության մեծ պոտենցիալ եւ մեր շփումները ցույց են տալիս, որ մարզը ամբողջությամբ անուշադրության է մատնված։ Առաջինը մենք ինչ ենք առաջարկում մեր քաղաքացիներին։ Վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը եւ գյուղի գյուղացու խնդիրները լինելու են պետության ուշադրության եւ հոգացության կենտրոնում։ Երկրորդ կարևոր առաջարկը, որ մեր նախընտրական պլատֆորմի կարևոր դրույթներից մեկն ենք համարում, որ այն գյուղացիները, ովքեր հող են մշակում, բարիք են ստեղծում, գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանց աշխատանքը այլևս համարվելու է ստաժ եւ իրենք դրա համար ստանալու են կենսաթոշակ։ Այսինքն հիմա ինչ է ստացվում, գյուղացին բարիք է ստեղծում, արտադրանք է ստեղծում, բայց որևէ տեղ գրանցված աշխատող չի եւ կենսաթոշակի անցնելուց հետո դրա համար ինքը չի վարձատրվում։ Այս կարևոր ծրագրային դրույթ է, որի մասին մենք հայտարարել ենք եւ իրականացնելու ենք։ Եվ երկրորդ հաջորդ քայլը, որ գյուղատնտեսության զարգացման համար շատ առաջնային ենք համարում, բոլոր գյուղատնտեսական տնտեսություններին մինչև 15 միլիոն դրամ վարկերը պետությունը պետք է տրամադրի, այսինքն պետությունը վարկի տոկոսները պետք է սուբսիդավորի եւ գյուղացին այդ վարկը ստանա 0% դրույքով։ Այս մենք շատ կարևորում ենք գյուղացու կողքը կանգնելու, գյուղացու հոգսը կիսելու եւ գյուղացին չթողելու մենակ ցրտի, կարկուտի այս բոլոր դժվարությունների հետ մեկտեղ։ Եվ հաջորդը Վայոց ձորի մարզը ունի զբոսաշրջության հետ կապված շատ մեծ պոտենցիալ, այստեղ լուրջ հնարավորություն կա զարգացնելու տուրիզմը եւ գյուղական տուրիզմը, եւ էկոտուրիզմը, եւ առողջապահական տուրիզմը, պետությունը պետք է ստեղծի դրա փորձը կա, նախագահը ունի այդ լավագույն փորձը Ծաղկաձորի ու Հայաստանի տարբեր հատվածների հետ կապված, պետությունը պետք է ստեղծի ենթակառուցվածքներ եւ բոլոր պայմանները ստեղծի տուրիզմի զարգացման համար, բայց ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը։ Դու չես կարող անվտանգ երկրում, դու չես կարող ջերմուկում, որ բերեն նստածրել են Թուրքին ջերմուկի մատույցներում տուրիզմ զարգացնես, երբ որ այդ երկրում կա լուրջ տուրիզմի խնդիր։ Հետաբար բոլոր պայմանները պետք է ստեղծվի ու ամենակարևորը ջերմուկը ու Հայաստանի որևէ հատված ինչ-որ որևէ օլիգարխի բոստանը չի լինելու եւ որևէ մեկին թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա բռնանա, որպեսզի նրանց ստիպելով տանի ընտրատեղամաս, հետո Հայաստանից կտոր տարածքներ հանձնի։ Իրավիճակը շատ պարզ է ժողովուրդ ջան, եկե հասել ենք վերջի կետին, թեյթիկունք տանք, մեշկի տանք, թասիբով կազմակերպված ձևով այս իշխանությունից ազատվենք ու երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Կարող ենք միասին հունիսի 7-ին, ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին։ Շնորհակալ եմ։ Այժմ խոսքը